Star News-ն անդրադառնում է մի քանի անգամ ամուսնացած հայ հայտնիներին եւ այսպես. Այս հայտնիների ցանկում արդեն տարիներ շարունակ իր տեղն ունի սիրված դերասան Խորեն Լևոնյանը։ Դերասանի առաջին կինը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, առաջատար մենապարող Մերի Հովհաննիսյանն էր։ Մերին եւ Խորենը մեկ որդի ունեն։ Ինչպես խոսվում էր դեռ տարիներ առաջ, զույգի բաժանումը ծանր է եղել, սակայն Բալետի ազգային ակադեմիայի թատրոնի առաջատար մենապարուհին չի խոչընդոտում դերասանի եւ իր որդու շփմանը։ Այս բաժանումից շատ չանցած Խորենի անունը կապվեց երգչուհի Լիլուի հետ։ Ըստ մեր տեղեկությունների զույգը որոշ շրջան համատեղ ապրել է, սակայն Խորենի եւ Լիլուի սիրավեպը կարճ տևեց։ Հարությանը շատ չանցած հայտնի դարձավ, որ Խորենն ամուսնացել է գործարար դերասանուհի Լիկա Մեսրոպյանի հետ։ Զույգը 2 որդի ունի, սակայն հիմա արդեն հստակ է, որ նրանք եւս ամուսնալուծվել են։ Այդ մասին դերասանը ակնարկել է իր վերջին հարցազրույցի ժամանակ։ Հաղորդավարուհու այն հարցին, թե Խորենը մտածում է կրկին ամուսնանալու եւ երեխաներ ունենալու մասին, սիրված դերասանը պատասխանել է. Հա, ինչի՞ չէ։ Ես կարծում եմ, այո, մարդ պետք է շատ երեխաներ ունենա։ Երբ մարդ ուզում է նորմալ ապրի, դա իր ընտրությունն է, ու ինքը պատասխանատու է իր ընտրության համար։ Ինչի պիտի վախենամ նորից ընտանիք կազմել։ Ահա այսպես Խորեն Լևոնյանը հաստատեց իր եւ Լիկա Մեսրոպյանի բաժանությունը։ Հավելենք նաև, որ նրանք շարունակում են համատեղ հրապարակումներ անել եւ ջերմորեն մեծացնել իրենց 2 որդիներին՝ Արամին եւ Արմենին։ Դերասան Սարգիս Գրիգորյանի անձնական կյանքը եւս շատ է քննարկվել։ Սարգիսը ամենաքննադատված հայ հայտնիներից մեկն է։ Դերասանը առաջին անգամ վաղ տարիքում է ամուսնացել, ունեցել 1 դուստր, ապա ամուսնալուծվել։ Տարիներ անց ճակատագիրը նրան կապեց դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ։ Ամուսնությունից հետո Սարգիսը հայտնում էր, որ չի հանդիպում ավագ դստեր հետ։ Հանրությունն էլ քննադատում էր դերասանին նոր ու երջանիկ ընտանիք կազմելու համար։ Հիմա ընտանիքն ապրում է Միացյալ Նահանգներում եւ մեծացնում 2 աղջիկներին։ Հարկ է նշել նաեւ, որ Սարգիսը պարբերաբար հիմա արդեն հրապարակում է ավագ դստեր լուսանկար ու հայտնում, որ իրենց հարաբերություններում ամեն բան արդեն կարգավորվել է։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Սարգիսը նաև խոսել է Մանոյի հետ հարաբերությունների եւ դրանց բարդությունների մասին։ Ներկա պահին ինձ համար Մանոն ալֆան ու օմեգան է, որովհետև հենց իրեն եմ հանդիպել։ Կարող է նրան չհանդիպեի իրենից լավին։ Ես նրանից առաջ ամուսնացած եղել եմ։ Գիտեմ, ինչ էր ամուսնական կյանքը Մանոյից առաջ եւ ինչ է Մանոյից հետո։ Չեմ կարծում, որ Մանոյից հետո ինչ որ բան կարող է լավ լինել։ Իմ կյանքն ընտանեկան առումով հրաշալի է։ Թող ազգիս 80%-ը կարողանա իմ ընտանիքի մթնոլորտով ընտանիք կազմել։ Մենք վիճում ենք, ես բարկանում եմ, սովորական խնդիրներով ընտանիք է, բայց կա մի բան շատ կարևոր։ Մենք մեր տեղերում ենք, իրար չենք խանգարում, հարգում ենք իրար, թերություններ եւ նայում մեկ ուղղությամբ։ Կարծիքները կարող են տարբեր լինել, բայց ընտրված ճանապարհը պետք է նույնը լինի։ Իմ ընտանիքը իմ ձեռքբերումն է, որից էլ գալիս են իմ մյուս ձեռքբերումները, հարցազրույցներից մեկում ասել էր Սարգիս Գրիգորյանը։ Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը այս տարիների ընթացքում անընդհատ փորձում է գտնել իր երջանկությունը։ Տարիներ առաջ, երբ դիմահարդարը նոր էր սկսում ակտիվ վարել իր Instagram-ը, հայտնեց, որ հետ է տվել իր նշանը։ Դրանից հետո Գոհարը ամուսնացավ ձեռներեց Վանիկ Մարտիրոսյանի հետ։ Սկզբում ամեն բան հարթ էր, սակայն մի օր դիմահարդարը հայտնեց, որ իրենց մեջ սեր չկա, այլ միայն լավ ընկերություն։ Տարիներն անցան ու Գոհարը կրկին սիրահարվեց։ Դրա ընտրյալը Սերգեյն էր։ Գոհարի եւ Սերգեյի ամուսնության մասին հայտնի դարձավ 2020 թվականի փետրվարին, երբ Գոհարը հայտնեց, որ հղի է։ Հուլիսին լույս աշխարհ եկավ զույգի որդին՝ Գասպարը։ Զույգը հաճախ էր գալիս Հայաստան ու այցելում գեղեցիկ վայրեր։ Որդու ծնունդից հետո էլ Գոհարը անցավ բարդ վիրահատական շրջան, ու հենց դա էլ օգնեց նրան հասկանալ, որ ամուսինը բավարար չափով ուշադիր չէ իր նկատմամբ, ու այս հարաբերությունները եւս արդեն գնում են դեպի ավարտ։ Դիմահարդարը խոստովանել է, որ սիրելին իրեն միայնակ է թողել ամենածանր պահին։ Ես այսպես չկարողացա։ Հավատում էի, որ մեր միությունը մինչև խորձերություն կլինի եւ իրար հակապատկեր լինելը շատ լավ է, բայց ինչպես կյանքը ցույց տվեց, առանց աջակցության, սիրո, հոգատարության ու խնամքի, անգամ ամենավառ արևը դադարում է շողալ, գրել էր դիմահարդարը։ Գոհարը նաեւ նման գրառում էր արել. Ինձ համար ընտանիքն ամենակարևորն է։ Սա մեծ կորուստ է։
Հույսերս ու թևերս կոտրվել են։ Անչափ շնորհակալ եմ Սերգեյին իմ կյանքի գլխավոր իմաստի, Գասպարի համար։ Նա մինչև կյանքի վերջը կկապի մեզ։ Բայց սրանից հետո մենակ կշարունակեմ, արդեն սովորել եմ։ Եզրափակել էր Գոհարը։ Հավելենք նաև, որ վերջին ամիսներին դիմահարդարը հայտնում է, որ իր սիրտը արդեն կրկին զբաղված է, սակայն չի շտապում հրապարակել նոր սիրելիի բաց դեմքով լուսանկարը։ Մի քանի անգամ ամուսնացած հայ հայտնիների շարքում են նաև Հասմիկ Կարապետյանն ու սիրված երգահան Հայկոն։ Այս զույգը տարիներ առաջ ամենասիրվածներից մեկն էր, սակայն գեղեցիկ պատմությունը մի օր անսպասելի ավարտվեց։ Տարիներ անց Հայկոն ամուսնացավ Անահիտ Սիմոնյանի հետ ու նրանք ունեն մեկ որդի՝ Արմանը։ Ցավոք, Հայկոն ու Անահիտը վերջին տարիներին եւս առանձին էին ապրում։ Իսկ Հասմիկ Կարապետյանը նույնպես դասավորեց իր կյանքն ու ամուսնացավ երկրորդ անգամ։ Սիրված երգչուհին 2 երեխա ունի՝ աղջիկ եւ տղա։ Հասմիկ Կարապետյանը մի անգամ ընտանիքի մասին խոսելիս այսպես է ասել. «Ես մի բանում համոզված եմ, ընտանիք պահելն ամենօրյա աշխատանք է, որքան էլ ընտանիքը բնությունից մեզ տրված հեշտ ու պայծառ երևույթ է, ժամանակակից աշխարհում մարդիկ ամեն ինչ բարդացնում են, ընտանիքը դարձնում ամենօրյա աշխատանք։ Իրականում երևույթը հեշտ է ու հասկանալի է, իսկ մենք բարդացնում ենք մեր պահանջներով, ակնկալիքներով, սպասումներով։ Որպես կանոն, մինչև ամուսնանալը զույգն ընտանեկան կյանքի այլ նկարագիր է պատկերացնում։ Ցավոք սրտի 99%-ը բախվում են չսպասված նկարագրի եւ երևույթների։ Մտածված է այդպես ստեղծված, որ մինչև ամուսնանալն ու առաջին 3 տարին էյֆորիկ սեր լինի, որպիսի մարդիկ ընտանիք ստեղծեն։ Եթե կինն ու տղամարդը նախապես իմանան, թե ինչ է սպասվում իրենց, ոչ բոլորը կամուսնանան», ասել էր Հասմիկը։ Սիրված դերասան Հրանտ Թոխածյանի Լուիզա Ներսիսյանի հետ ամուսնությունը թվով 3-րդն է։ Մինչ այդ նա եւս 2 անգամ ամուսնացած է եղել եւ այդ ամուսնություններից զավակներ ունի։ Եվ ինչն է բավականին տարօրինակ, բայց նորմալ նման դեպքերում Հրանտ Թոխածյանի բոլոր կանայք ու երեխաները ճանաչում են միմյանց ու շատ լավ հարաբերությունների մեջ են միմյանց հետ։ Նրանց սոցիալական էջերում հաճախ կարելի է տեսնել միասին ընտանեկան հավաքույթներից համերաշխ լուսանկարներ հրապարակելուց։ Հրանտ Թոխածյանի առաջին կինը Արուսիկ Բաղդասարյանն է։ Նրանք ունեն 1 որդի՝ Արամ Թոխածյանը։ Հրանտ Թոխածյանի երկրորդ կինը հայտնի դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Իրինա Դանիելյանն է, ում հետ նրանք եւս 1 որդի ունի՝ Հայկը։ Եվ վերջապես 3-րդ կինը Լուիզա Ներսիսյանն է, ում հետ համատեղ նրանք մեծացնում են իրենց դստերը՝ Լիլիթ Թոխածյանին։ Գևորգ Գրիգորյանն այն հայտնիներից է, ում անձնական կյանքը շատ է քննարկվել, եւ դերասանը ինքն է տալիս այդ քննարկումների առիթը։ Բանն այն է, որ Գևորգը իր կյանքի բոլոր կանանց մասին կիսվում է իր Instagram-յան էջում, իսկ կարճ ժամանակ անց հեռացնում հրապարակումներն ու հայտնում, որ ամեն բան անցյալում է։ Սկսենք սկզբից։ 2014 թվականին սկսվեց դերասանուհի Նաստյա Գալովկայի եւ Գևորգի գեղեցիկ սիրո պատմությունը։ Զույգը համատեղ նկարահանվում էր Շանթ հեռուստաընկերության Կոտրված սրտեր հեռուստասերիալում։ Դերասաններն արդեն խոսում էին իրենց հարաբերություններն օրինականացնելու մասին, երբ մի օր հայտարարեցին, որ ամեն բան արդեն ավարտված է։ Գևորգ Գրիգորյանը 2017 թվականին հայտնեց, որ կրկին ամուսնանում է։ Դերասանն ու լուսանկարիչ Յուլիա Կուրեշորկինան ոչ ավանդական հարսանիք արեցին, որը երկար ժամանակ քննարկվեց, բայց այս միությունը եւս կարճ տևեց։ Գևորգի հաջորդ կինը Սուսաննան էր, ում հետ դերասանը մեկնեց Արցախ որոշ ժամանակ ապրելու համար։ Եվ վերջում 2022 թվականի տարեսկզբին Գևորգը հայտնեց, որ իր սիրտը զբաղված է։ Դերասանի 4-րդ սերը Իդան է, ով նաև Գևորգի հետ նկարահանվեց նոր հեռուստասերիալում։ Զույգն արդեն օրինականացրել է իր հարաբերությունները։ Իսկ վերջում Star News-ը առանձնացրել է Օրինաց երկիր կուսակցության նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի նախկին հարսի դիզայներ Մերի Ստեփանյանի 2 ամուսնությունները։ Նախ նշենք, որ Մերիի երկրորդ հարսանիքը գերշքեղ էր, այն կայացավ բոլորովին վերջերս։ Նշենք, որ այս ընտանիքի պատմությունը բազմիցս քննարկվել է։ Բանն այն է, որ 2019 թվականի մայիսի 4-ին Օրինաց երկիր կուսակցության նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի աղջկա Էլինա Բաղդասարյանի հարսանիքն էր։ Բաղդասարյանի դուստրն ամուսնանում էր իր եղբոր կնոջ Մերիի եղբոր հետ։
Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը նույն տնից հարց էր տարել եւ նույն տուն աղջիկ տվել, սակայն ինչպես արդեն տեղեկացրեցինք, Բաղդասարյանի որդու եւ հարսի միությունը ավարտվեց բաժանմամբ։ Իսկ ամուսնալուծությունից շատ չանցած Մերի նոր սիրելին նրա ծննդյան օրը ամուսնության առաջարկություն արեց եւ հիմա հարսանիքից հետո զույգը վայելում է իր կյանքը։